Սուրբ Ծննդյան նախաշեմին Հայաստանի քաղաքական օրակարգը կրկին տեղափոխվել է եկեղեցու դաշտ։ Նիկոլ Փաշինյանն ու 10 եպիսկոպոսները նորից առաջ են մղում կաթողիկոսի հեռացման պահանջը։ Վարչապետի նստավայրում ստորագրվել են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարություն, որտեղ Գարեգին II բնորոշվում է որպես եկեղեցու փաստացի պետ։ Սահմանադրությանը հակասող ձևակերպում է։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ եկեղեցու պետ ձևակերպում գոյություն չունի, գոյություն ունի ամենայն հայոց կաթողիկոս ձևակերպում։ Փաստաթղթում կրկնվում են Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած կետերը։ Վեհափառի հեռացումից հետո պետք է ընտրվի տեղապահ, ընդունվի եկեղեցու կանոնադրություն, ապա միայն անցկացվի նոր կաթողիկոսի ընտրություն։ Ինքը որպես վարչապետ ստորագրելով հստակ ցույց է տալիս, որ ինքը սահմանադրություն է խախտում, քանի որ սահմանադրության հիման վրա ինքը իրավունք չունի եկեղեցու ներքին կյանքի կառավարման գործերին որպես վարչապետ խառնվելու։ Այս հայտարարությունը հաջորդում է արդեն 7 ամիս շարունակվող հակակաթողիկոսական արշավին։ Այդ ընթացքում Գարեգին II որևէ անգամ հրաժարականի ակնարկ չի արել։ Իսկ Փաշինյանի եւ 10 եպիսկոպոսների վերջին հայտարարությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն անվանել է ուղղակի միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։ Բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, խախտում թե միջազգայինորեն, թե Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված եկեղեցու իրավունքները։ Փաստաթղթի ստորագրումը խնդրահարույց է ոչ միայն իրավական, այլև քաղաքական առումով։ Նիկոլ Փաշինյանի համար սա նախընտրական միավորներ կուտակելու եւ արտաքին օրակարգեր սպասարկելու գործիք է, ասում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա խոսքով վարչապետի շեշտը այս փուլում դրված է գործընթացի, ոչ թե վերջնական արդյունքի վրա։ Եթե Փաշինյանը կարողանա ավելի արդյունավետ արշավի միջոցով հասնել նաև իր հայտարարած նպատակին, այն է դե ֆակտո եկեղեցին պարզապես ենթարկեցնել իր քաղաքական պատկերացումներին, ապա բնականաբար չի հրաժարվի հասնել այդ նպատակներից, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ այս փուլում նաև հաշվի առնելով գուցե այդ նպատակներին շատ արագ հասնելու, նվազագույնը արագ հասնելու բավական բարդ խնդիրը, նա ավելապես առաջնորդվում է հենց process-ը տանելու դրա անվանությամբ։ Բայց ինչ կլինի, եթե Փաշինյանը իսկապես իր առջև կաթողիկոսին հանգստի կոչելու նպատակ դնի։ Վերլուծաբանի գնահատմամբ դա կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի, իսկ եկեղեցու դիրքորոշմամբ պառակտման ծանր եւ ցավալի հետևանքներով։ Մայրաթորը շեշտում է, նման զարգացումներից խուսափելու միակ ճանապարհը եկեղեցական հարցերի լուծումն է բացառապես եկեղեցու ներսում։ Եկեղեցու կանոնակարգային հարցերը եւ բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետությանը իր բարձրագույն կառույցներով։ Իսկ ինչու է Փաշինյանն ընտրել հենց Սուրբ Ծննդյան շրջանը։ Հակոբ Բադալյանը կարծում է, պատճառը ոչ միայն սիմվոլիզմն է, ուխտերթը կլուծի նաև սակավամարդության խնդիրը, որը Փաշինյանն ունեցել է եկեղեցու դեմ նախորդ շարժումների ընթացքում։ Դա իշխող ուժի համար հակաքարոզչությունից խուսափելու եղանակ է։ Պատարակների կազմակերպման առումով Նիկոլ Փաշինյանը արժանացավ սակավամարդ միջոցառումների եւ սա փորձեց օգտագործել ընդդիմությունը, քաղաքական ընդդիմությունը ցույց տալու համար, որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չունի հանրային աջակցություն։ Ես կարծում եմ հիմա Նիկոլ Փաշինյանը քայլերթով կփորձի ցույց տալ գոնե նախորդ այդ պատարակների ընթացքում բազմամարդության տեսանկյունից հնարավորինս շատ մասնակիցների թիվ։ Փորձագետի գնահատմամբ, քանի դեռ Փաշինյանը կենտրոնացած է քաղաքական միավորներ կուտակելու վրա, ռիսկերը վերահսկելի են, սակայն դրանք կարող են կտրուկ աճել, եթե իշխանությունը փորձի հնարավորինս արագ հանգստի կոչել կաթողիկոսին։ Այդ դեպքում Հայաստանը կարող է կանգնել լուրջ քաղաքական ճգնաժամի առաջ։